Ավելի քան 40 տարի թուրքական պետության դեմ արյունալի մարտերից եւ տասնյակ հազարավոր զոհերից հետո քրդական բանվորական կուսակցությունն այսօր զենքերը վայր դրեց։ Իրաքի հյուսիսում հրավիրված եզրափակիչ համագումարից հետո խմբավորումը հայտարարեց, զենքով արդեն հասել են պատմական արդյունքների, բայց հիմա ժամանակն է անցնել դիվանագիտական մեթոդների։ Քրդական բանվորական կուսակցության պայքարը կոտրել է մեր ժողովրդի նկատմամբ ժխտման եւ ոչնչացման քաղաքականությունը։ Քրդական հարցը հասցրել է մի կետի, որտեղից կարելի է այն շարունակել ժողովրդավարական քաղաքականության միջոցով։ Ուստի որոշում ենք լուծարել կուսակցության կազմակերպչական կառուցվածքը եւ վերջ դնել զինված պայքարին։ Հայտարարությունը, որ կարող է արմատապես փոխել ոչ միայն Թուրքիայի ներքին քաղաքականությունը, այլև ազդել հարևան երկրների վրա, հրապարակվեց կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի հորդորով։ Իմրալի կղզում բանտարկված առաջնորդը անցած փետրվարին էր դեռ կոչ արել իր կուսակիցներին զինաթափվել եւ քրդերի իրավունքների համար պայքարը շարունակել խաղաղ ճանապարհով։ Ես անձամբ եմ ստանձնում այս քայլի պատմական պատասխանատվությունը, հայտարարել է Օջալանը բանտից, ուր գտնվում է արդեն ավելի քան 25 տարի։ Թուրքիայի արտգործնախարարն այսօր այս զարգացումը պատմական է որակել։ Քրդական բանվորական կուսակցության որոշումը պատմական եւ կարեւոր որոշում է, հատկապես մեր տարածաշրջանում մշտական խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար։ Այս պահին սակայն մի շարք հարցեր մնում են բաց։ Քրդերի շրջանում մասնավորապես խաղաղությունը ողջունելով հանդերձ շատերն են տարակուսում։ Այդ դեպքում հանուն ինչի էր տասնամյակների պայքարը, որի համար զոհվեց ավելի քան 40,000 մարդ։ Անկարան այսօր գոնե պետք է պաշտոնապես ընդարձակի քրդերի մշակութային ու կրթական իրավունքները, բաց թողնի ազատազրկվածներին, հայտարարել է Քրդամետ դեմ կուսակցության համանախագահ Թանջեր Բագիրհանը։ Քրդական հարցը չլուծելու եւ ժողովրդավարական Թուրքիա չկառուցելու որևէ արդարացում այլևս չկա։ Հուսով եմ մենք խաղաղությամբ կանցնենք այս ճանապարհը։ 86 միլիոնանոց Թուրքիայում ըստ տարբեր հաշվարկների 15-ից 20 միլիոն քուրդ է ապրում, եւ եթե պայքարի սկզբում տասնամյակներ առաջ զինյալները ձգտում էին անկախ պետություն հիմնել Թուրքիայի տարածքում, ապա վերջին տարիներին խոսում էին առնվազն ազգային ու մշակութային իրավունքները ընդարձակելու, ձերբակալվածներին ազատ արձակելու մասին։ Մինչդեռ այդ մասին պաշտոնական որևէ հայտարարություն մինչ օրս չկա, Reuters-ի հետ զրույցում պնդել են հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրի բնակիչները։ Զենքը վայր դնելը շատ լավ բան է։ Մարդը զենքով ոչ մի տեղ չի կարող հասնել։ Բայց ցավոք այս բոլոր մահերի, այս ամեն ինչի համար ոչինչ չստացանք։ Չգիտենք արդյոք ինչ որ բան են քննարկում կուլիսներում, թե ոչ, կամ կազատեն բանտում գտնվողներին, թե ոչ։ Քրդերը հորդորում են նաև ազատ արձակել իրենց առաջնորդին կամ փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։ Այսօրվա հայտարարության մեջ նրանք նաև հստակ ընդգծել են, հենց Օջալանը պետք է առաջնորդի կուսակցությունը լուծարելու գործընթացը։ Մինչդեռ սա լուրջ խնդիր կարող է առաջացնել Անկարայի համար, փաստում են վերլուծաբանները։ Էրդողանի համար բարդ իրավիճակ է ստեղծվել եւ նա ստիպված է մանևրել մի կողմից քրդերին արվող զիջումների, մյուս կողմից այս հարցում կոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական դերակատարների հետ։ Սոցիոլոգիական վերջին հարցումները եւս վկայում են, որ թուրքերի գերակշռող մեծամասնությունը 80%-ից ավելին դեմ է Օջալանի եւ նրա զինյալ կուսակիցների հանդեպ հնարավոր զիջումներին։ Ես ճիշտ չեմ համարում ահաբեկիչների հետ գործարք կնքելը, սակայն կողմ եմ, որ ժողովրդավարական եւ սոցիալական իրավունքներից օգտվեն Թուրքիայի բոլոր քաղաքացիները։ Մյուս կողմից ընդդիմախոսների եւ քրդերի միջև մանևրելը Էրդողանի համար հիմա առավել քան կարևոր եւ հեռուն գնացող նշանակություն ունի։ Նրա կոալիցիոն գործընկեր ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլետ Բախջելին, ով նախաձեռնել է հաշտեցման այս փորձը, հրապարակավ պնդում է. հանուն Թուրքիայի բարգավաճ ապագայի Էրդողանը պետք է երրորդ անգամ նախագահ առաջադրվի։ Միայն թե դրա համար անհրաժեշտ է կամ արտահերթ ընտրություններ անցկացնել կամ փոխել սահմանադրությունը։ Երկու դեպքում էլ Էրդողանը հաջողության չի հասնի, եթե նրան չաջակցեն խորհրդարանի քուրդ պատգամավորները։